Ժամանակակից հայ գրականության մեջ իր ուրույն ճամփան է հարթել արձակագիր Ֆելիքս Շաքարյանը։ Նա այսօր դարձավ 72 տարեկան։ Թումանյանի տարածաշրջանում հազիվ թե հանդիպես մեկին, որ Ֆելիքս Շաքարյանի անունը լսած կամ նրա հեղինակային 10 գրքերից գոնե մեկը կարդացած չլինի։ Նա մեր ժամանակների այն ճշմարիտ գրողներից է, ով իր տեսածն ու լսածը գրչի միջոցով տարածեց ժողովրդի մեջ։ Հոբելյարի օրը սկսվել է բազմաթիվ շնորհավորանքներով, գնահատանքի խոսքերով եւ դեռ կշարունակվի։ Փոփ վեսել ասես արդեն ես 72 տարեկան եմ, 2073-ի մեջ եմ մտնում։ Ատակը ոչինչ չկա, որովհետեւ գիտես, եթե մարդը բախտավոր լինի, օրինակ եթե ես իմ մեծ տղային չկորցնե, ես իմ ավելի շատ լավ կլինի, էլի։ Հենց որ գրողը պետք է իր բեռը տանի։ Իր բեռը պետք է տանի, փողոցում քայլելիս չպետք է մտածի, որ ինքը գրող է, պետք է մտածի, որ ինքը հասարակ մարդ է, եւ ամենակարևորն է, որ չպետք է ասի, թե բանը, ես որ գրող եմ, ինձ ամեն ինչ կարելի, ամեն ինչ չի կարելի։ Գրողը սովորական մարդ է, որ կարողանում է գրել։ Անցյալ դարի երկրորդ կեսին եւ մեր դարի սկզբներին հայ արդի գրականության մեջ հնչում է Ֆելիքս Շաքարյան անունը։ Նա գրող է, հասուն ձեռագրով, լիքը ասելիքով, գեղագիտության սեփական ներկապնակն ունեցող գրող։ Նրանք, ովքեր կարդացել են Ֆելիքս Շաքարյանի գրքերը, արդեն պատկերացնում են նրա ոճը։ Շատ մարդիկ կան, մտածում են, որ իրանք կարող են Թումանյան դառնալ, բայց Թումանյան չեն կարող դառնալ։ Ամենամեծ պետք է դառնա այն ինքը ինչի կոչված է։ Ես ոչ մեկին նման չեմ, ցանկություն չունեմ, որ ինձ որևէ մեկի հետ միացնեն։ Գրողը պետք է իրան նմանելի եւ չմտածի, թե իր մասին կասեն սայա, նայա։ Ես ոչ մի դեպքում չեմ մտածել նմանվել Հրանտ Մաթեոսյանին, չեմ մտածել նմանվել մյուսին։ Ֆելիքս Շաքարյանի գրվածքներն այնքան պարզ ու հասկանալի են, որ յուրաքանչյուր ընթերցող ընկնում է նրա ազդեցության տակ, կորցնելով ժամանակի եւ տարածության զգացողությունը։ Այլ կերպ ասած, շրջահայաց ընթերցողը պարզորոշ զգում է նրա կապն այսօրվա հետ։ Ես չեմ սիրում այն հեղինակներին, որոնք որ իրենց մասին հոդվածներ են կազմակերպում, գրեն, դեսանեն, գրողը պետք է իր գործն անի։ Ընթերցողն կկարդա կհավանի, չի կարդա չի հավանի։ Գրականությունը դա ամեն մարդու բան չէ, որ ասենք ես մենակ ուզում եմ, որ մի քիչ երկար ապրեմ, որ թողնես մեծանան ասպետ գամ։ Ցանկացած գրական ստեղծագործության մասին լինի դա պատմվածք, թե բազմահատոր պատմություն, պարզապես պետք է լավ գրել, դա է կարևորը։ Առանց ինքնակարգապահության եւ ընդհանուր մակարդակի լավ պատմվածք չես գրի, ասում է Ֆելիքս Շաքարյանը։ Շատ կարևոր է գրողի համար գրական վարպետությունը։ Գրողը պետք է իմանա, դա վարպետությունը մի բան է, որ ինչքան մեծ բացատրի տեղ չի հասնելու, ինքն է բանանում։ Գրողի աշխարհայացքը ձևավորվել է գավառական կյանքի այն պատմաքաղաքական իրադարձության ազդեցության տակ, որտեղ նա ծնվել ու անց է կացրել իր մանկությունն ու պատանեկությունը։ Իմ բոլոր գործողությունները կատարվել են Գորորան գյուղում։ Գորորանը մեր սարերում աղբյուր է, շատ լավ աղբյուր է, այդ աղբյուրի անունը դարձել եմ Օձունի անուն եւ բոլոր գործողությունները կատարում են։ Գրողն ասում է, որ իր լեագրողական կյանքի ընթացքում ունեցած բազմաթիվ շփումներն իրենց հետքը թողել են իր ստեղծագործական կյանքում։ Գրողի համար գնահատված լինելը կարևոր հանգամանք է։ Նա այս տարիների ընթացքում 3 ոսկե մեդալ, բազմաթիվ պատվոգրեր եւ շնորհակալագրեր է ստացել։ Գրական վաստակի համար նա գնահատվել է Հայաստանի գրողների միության եւ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից։ Թվում է, որ բոլոր մրցանակներն երհավասար են։ Ընդ որում 3 մեդալներն էլ ոսկի։ Բայց դա չկարող, գիտեք, գիրտպագելն ու փող տալն է։ Ինձ համար կարևորը նա է, որ ես իմ ծննդավայրում եմ, մարդկաս 80 գիրք եմ տպել։ Ես շատ գիրք տպելու, ասենք ինչ գերն եմ տպագրվել է, ես չեմ տպագրել, չեմ հավաքել գրական թերթում տպագրված իմ ակնարկները, այդ երևի ժամանակը դեռ կհավաքել։ Ներկայում տպագրության է հանձնված նրա թվով 11-րդ գիրքը։ Նա հույս ունի, որ այս տարվա մեջ արդեն ընթերցողների դատին կհանձնի։
Ամեն օր նա գոնե մեկ մաքուր թղթի վրա պարտադիր հանձնում է մի նոր ասելիք։ Ստեղծագործական դադարն էլ ընդհատվում է տիկնոջ հետ նարդի խաղալով։ Տոնական օրվա խաղի արդյունքներում կինը իր հաղթանակը նվիրեց ամուսնուն, իսկ մենք ասում ենք թող բեղուն լինի գրողի գրիչը։ Արմանուշ Նիազյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։